Զանգում հարց ունեմ բժիշկ, իսկ ո՞նց կարելի է միայն շտկել ասթիգմատիզմը, երբ որ հարց ունեմ կարճատեսություն ունեք կամ հեռատեսություն, ասում են չէ, միայն ասթիգմատիզմ, իհարկե սա սխալ է, ասթիգմատիզմը դա կամ կարճատեսության կամ հեռատեսության տեսակ է կամ երկուսը միասին, այսինքն եթե մենք պատկերացնենք աչքը կլոր օրգան, ինքը ունի հորիզոնական եւ ուղղահայաց առանցքներ եւ ջրաթաղանթը, եւ եթե օրինակ եղջերաթաղանթի ուղղահայաց առանցքում մենք ունենք -3, իսկ հորիզոնական առանցքում ունենք -1, այդ -3 եւ -1 տարբերությունը երկու դիոպտրիայի, դա հենց կոչվում է ասթիգմատիզմ։ Նույնը նաեւ հեռատեսությունը։ Լինում են դեպքեր, երբ աչքում կա եւ պլյուս եւ մինուս, սա կոչվում է խառը ասթիգմատիզմ, այսինքն շատ կցանկանայի շեշտել, որ ասթիգմատիզմը իրենից չի ներկայացնում առանձին հիվանդություն, դա կամ կարճատեսության կամ հեռատեսության տեսակ է, կամ երկուսը միասին։ Ասթիգմատիզմի, կարճատեսության, հեռատեսության ժամանակակից շփման մեթոդներից է, ինչպես նշեցինք, լազերային կոռեկցիան, տեսողության լազերային կոռեկցիան։ Իհարկե, նախքան լազերային կոռեկցիան ավելի վաղ մանկական հասակում մենք պետք է շրկենք կամ ակնոցներով կամ կոնտակտային լինզաներով, իսկ արդեն 18 տարեկանը լրանալուն պես արդեն կարող ենք անցնել կարճատեսության կամ հեռատեսության ասթիգմատիզմի լազերային կոռեկցիայի։